Հաջորդաբար հնչում են Հայաստանի Հանրապետության օրհներգը, Էռնեկյան հանրակրթական դպրոցի օրհներգն ու տերունական աղոթքը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Էռնեկյան հանրակրթական դպրոցի վերջին զանգն է նշվում։ Էջմիածնի հայորդյաց տան դահլիճում են մեկտեղվել շրջանավարտներ, հարազատներ, ուսուցիչներ, հոգևորականներ։ Շրջանավարտները շնորհակալական խոսքեր ուղղեցին ծնողներին, դպրոցի ուսուցչական կազմին, տնօրինությանը, հոգևոր տեսուչին, անձերի, ովքեր օգտակար են եղել գիտելիք ամբարելու, մասնագիտական կողմնորոշման հարցում։ Շրջանավարտներին ողջունեց դպրոցի տնօրեն Սուսաննա Վարդանյանը։ Այս դպրոցում ուսանելը դժվար է, պահանջները մեծ են։ 43 շրջանավարտները հաղթահարել են ուսումնական դժվարությունները, շատերը հանձնել են բուհական քննություններ, ընդունվել են Հայաստանի ու միջազգային համալսարաններ։ Էռնեկյանի 17-րդ սերունդն է դպրոցն ավարտում։ Նվաճել են Հայաստանի Հանրապետության լավագույն բուհերը, նաև երկու սովորող ունենք, ովքեր ուսումը շարունակելու են արտերկրում, մեկը Սորբոնի համալսարանում, մյուսը Չինաստանում է իր կրթությունը շարունակելու։ Տարիներ շարունակ շատ վստահաբար ենք մենք մեր շրջանավարտներին ուղարկում նոր կյանք, որովհետև այն հնարավորությունները, այն գիտելիքները, այն կրթությունը, ինչ ստանում են Էռնեկյան դպրոցում, կարծես իրենց տրված է ի վերուստ։ Վեհապար Հայրապետի օրհնությամբ, Էդուարդո Էռնեկյանի բարերարությամբ եւ բոլոր այն բարեկիրթ ու արժանապատիվ մարդկանց աջակցությամբ, որպեսզի կերտենք ճիշտ ապագա եւ մեզ համար եւ երեխաների համար։ Դպրոցը շարունակաբար մասնակցում է ամենատարբեր մրցույթների։ Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադայի արդյունքների հիման վրա Էռնեկյան հանրակրթական դպրոցը ճանաչվել է դեսպան դպրոց, տնտեսագիտական որոշումների դպրոց կառույցը Կենտրոնական բանկի հետ համագործակցաբար անցկացնում է համապատասխան հանրապետական ու միջազգային օլիմպիադաներ։ Բաց չենք թողնում ոչ մի հայտարարություն։ Երրորդ տարիներ երեխաները արհեստական բանականությունն էին ուսումնասիրում եւ արհեստական բանականության ոլորտում եւս մեծ նվաճումներ ունեն, մեծ ծրագրեր են արդեն ինքնուրույն գրել, իսկ տնտեսագիտական ոլորտը արդեն տարիներ շարունակ միջազգային մրցույթներում գրավում են առաջին պատվավոր տեղը եւ դպրոցը վաղուց արդեն կոչվել է տնտեսագիտության դեսպան դպրոց եւ այդ կոչումը ոչ մեկի չեն տալու։ Էռնեկյանցիները բոլոր ոլորտներում հաղթանակներ ու առաջընթաց են գրանցում։ Ուսումնական հաստատությունը հանրապետության լավագույն դպրոցների շարքում է։ Դահլիճը լի է հուզումներով, հրաժեշտի խոսքերով, ծաղիկներով, ծափերով։ 10-րդ դասարանից եմ այստեղ։ Կարող եմ ասել, որ սա շատ հրաշալի դպրոց է, շատ հրաշալի տեղ է, ամենալավ միջավայր, ամենալավ ուսուցիչները, ամենալավ դասընկերները, այդքան այս 3 տարվա ընթացքում հացրել եմ իրոքից կապվել այս դպրոցի հետ։ Ուսումս ավագ դպրոց, որպես շարունակել եմ Էռնեկյան հանրակրթական դպրոցում։ Իրականում Էռնեկյանում սովորելը դժվար է, սակայն ես համազգեստը կրել եմ մեծ սիրով եւ պատվով։ Շնորհակալ եմ բոլոր ուսուցիչներից, տնօրենությանը, ինչպես նաեւ իմ ընկերներին։ 3 տարի ճիշտ է, որ սովորում եմ Էռնեկյան հանրակրթական դպրոցում, բայց այս 3 տարվա մեջ ինձ շատ բաներ են սովորացրել ու այդ իմ համար շատ թանկ է, ու այս 12 տարին ինչպես սովորել եմ, իմ ամենասկիզբն է, էլի, ոնց որ դրանից հետո ես ավելի շարունակելու եմ ապագայում ու շատ կարևոր է այս ամենաառաջի 12 տարին դպրոցական եւ ես շատ շնորհակալ եմ Էռնեկյան հանրակրթական դպրոցին, որ այս ուսումը ինձ տվել է։ Վեհապար Հայրապետի օրհնությունները ու շնորհավորանքները փոխանցեց Էռնեկյան հանրակրթական դպրոցի հոգևոր տեսուչ Տեր Արսեն Քահանա Միրզոյանը։ Նա վստահություն հայտնեց, որ անկախ ընտրած մասնագիտությունից ավարտողները բարձր կպահեն դպրոցի անունը։ Էռնեկյան հանրակրթական դպրոցը հիմնել է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը։ Դպրոցի շենքը կառուցվել է արգենտինահայ գործարար եւ բարերար Էդուարդո Էռնեկյանի հովանավորությամբ եւ կրում է նրա անունը։ Ներկաներին ողջունեցին ու շրջանավարտներին շնորհավորեցին Կոնվերս բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հրանտ Հակոբյանն ու Էջմիածնի մասնաճյուղի կառավարիչ Կարեն Մարտիրոսյանը։ Հիշեցնենք, որ Կոնվերս բանկում Էռնեկյան դպրոցի աշակերտների անուններով հաշիվներ են բացվում։ Յուրաքանչյուր տարի այդ հաշվին ավելանում է $100։ Դրանով դպրոցը հոգում է իր շրջանավարտների հետագա կրթական ծախսերը ևս։